Բեմից մեղադրյալի աթոռին հանրահայտ երիտասարդ երգիչ Դիֆոր Վիդիի աղմկահարույց սպանության գործը կրկին դատարանում է, ինչ ապացույցներ են ներկայացվել նրա դեմ։ Միլիոնանոց ավտովորս Լամբորգինիից մինչև Պորշե իրավապահները բացահայտել են շքեղ ավտոմեքենաների կազմակերպված գողության խոշոր ցանց։ Կրակի դեմ տիեզերքից Կալիֆոռնիան գործարկում է առաջին Fire-Sat արբանյակները, որոնք հրդեհ է կտեսնեն մինչև աղետի վերածվելը։ Արևը նորից փորձության է կանչում, հարավային Կալիֆոռնիայում սպասվում է վտանգավոր շոկ, որտեղ ջերմաստիճանը կհասնի մինչև 42 աստիճան Ցելսիուսի։ Օրական 1200 նոր միլիոնատեր, Միացյալ Նահանգներում հարուստների թիվը ռեկորդային է աճում, բայց սովորական ամերիկացին դա չի զգում։ Այս եւ մի շարք այլ լուրերի մանրամասները առաջիկա րոպեներին։ Վիվալդի Քեթրինգ բազմազան փաթեթներից առաջատար ընտրությունը։ Փաթեթ ընտանեկան 5-ից 6 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտանեկան եւ մեծ հավաքույթների համար հատուկ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $300 plus tax։ Վիվալդի լանչ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտրեք ձեր ճաշակին համապատասխան կոմբոն։ Վիվալդի Քեթրինգ համի, որակի եւ առատության առաջատարը։ Արմեզիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, կանխավ շնորհակալություն բոլորին մեզ մշտապես աջակցելու համար, իսկ եթե առաջին անգամ եք դիտում, ապա բաժանորդագրվեք մեր ալիքին։ Այսօր Լոս Անջելեսում Դիֆոր Վիդիի իրական անունը Դեյվիդ Էնթոնի Բրքի դեմ հարուցված սպանության գործով հերթական դատական նիստներ։ 21-ամյա երգիչը մեղադրվում է 14-ամյա Սելեստե Ռիվաս Հերնանդեսի սպանության մեջ։ Աղջկա մասնատված մարմինը հայտնաբերվել էր 2025 թվականի սեպտեմբերին Լոս Անջելեսի Տուգանային հրապարակում գտնվող ավտոմեքենայի առջևի բեռնախցիկում։ Դատախազության վարկածով աղջկան վերջին անգամ ողջ տեսել էին, երբ նա այցելել էր Բրքի տուն։ Բրքը մեղավոր չի ճանաչել իրեն ներկայացված մեղադրանքներում, որոնց թվում են առաջին աստիճանի սպանությունը, մինչև 14 տարեկան երեխայի նկատմամբ սեռական բռնությունը եւ մարմնի մասնատումը։ Դատախազությունը նաեւ ներկայացրել է առանձնահատուկ ծանրացուցիչ հանգամանքներ, պնդելով, որ սպանությունը կատարվել է վկային լռեցնելու եւ ֆինանսական շահ ստանալու նպատակով։ Այդ մեղադրանքները կարող են գործը տանել մահապատժի, թեև դատախազությունը դեռևս չի հայտարարել կպահանջի արդյոք մահապատիժ։ Դատավորը դեռևս նաև չի էլ որոշել, կան արդյոք բավարար ապացույցներ գործը լիարժեք դատաքննության ուղարկելու համար։ Հարավային Կալիֆոռնիայում իրավապահները ձերբակալել են երկու տղամարդու, որոնք կասկածվում են շքեղ եւ բարձրարժեք ավտոմեքենաների կազմակերպված գողությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամ լինելու մեջ։ Քննության տվյալներով խմբավորման ձեռքում հայտնված գողացված մեքենաների ընդհանուր արժեքը գերազանցում է 1.3 միլիոն $։ Հետաքննությունը սկսվել էր, երբ մայիսին Thousand Oaks քաղաքի ավտոսրահից գողացվել էր մոտ $105,000 արժողությամբ 2026 թվականի Chevrolet Corvette։ Օրերս Վենտուրա շրջանի շերիֆի գրասենյակի հատուկ ստորաբաժանումները Լոս Անջելես շրջանում իրականացրել են համատեղ գործողություն, որի ընթացքում ձերբակալվել են Բրենդոն Թեյլորը եւ Ջոն Այվին։ Խոզարկություններ են իրականացվել նաեւ Նորթ Հոլիվուդում եւ Լոս Անջելեսում, որտեղ հայտնաբերվել են ապացույցներ, որոնք ըստ քննիչների օգտագործվել են հանցավոր սխեմայում։ Հայտնաբերվել եւ առգրավել են մի շարք ավտոմեքենաներ, այդ թվում նաեւ շքեղ ու բարձրարժեք Lamborghini Aventador, 2 Porsche 911, BMW X7 M60i, Ford Shelby GT 500, GMC Hammer, Chevrolet Silverado 2500 եւ Chevrolet Colorado։ Ձերբակալվածները պահվում են Վենտուրա շրջանի նախնական կալանքի կենտրոնում, նրանցից յուրաքանչյուրի գրավը սահմանվել է $250,000։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը այսօր հայտարարել է Fire-Sat ծրագրի առաջին 3 արբանյակների հաջող արձակման մասին։ Դրանք տիեզերք են ուղարկվել Վանդենբերգի տիեզերական ուժերի բազայից եւ նախատեսված են անտառային հրդեհները հնարավորինս վաղ փուլում հայտնաբերելու համար։ Fire-Sat-ը աշխարհում առաջին արբանյակային համակարգն է, որը ստեղծվել է բացառապես անտառային հրդեհների հայտնաբերման նպատակով։ Կալիֆոռնիայում արտադրված այս արբանյակներն առաջին ամիսներին կսկսեն իրական ժամանակում փոխանցել հրդեհների մասին տվյալները հրշեջ ծառայություններին։ Նախագծի վերջնական նպատակը մինչև 2030 թվական ավելի քան 50 արբանյակներից բաղկացած համակարգ ստեղծելն է, որը յուրաքանչյուր 20 րոպե մեկ կդիտարկի ամբողջ մոլորակը եւ կկարողանա հայտնաբերել նույնիսկ դպրոցական խաղահրապարակի չափի հրդեհներ, նախքան դրանք կվերածվեն խոշոր աղետների։ Կալիֆոռնիայի հրշեջ ծառայության ղեկավար Ջո Թայլերը նշել է, որ այս տեխնոլոգիան արմատապես փոխելու է հրդեհների հայտնաբերման եւ դրանց դեմ պայքարի հնարավորությունները։
Առաջիկա օրերին հարավային Կալիֆորնիայում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում։ Օդերևութաբանների տվյալներով տարածաշրջանում բարձր ճնշման ազդեցության պատճառով շոգը կուժեղանա, իսկ ներքին շրջաններում ջերմաստիճանը կհասնի 38 աստիճան Ցելսիուսի, նույն ինքը 100 աստիճան Ֆարենհայթի եւ ավելի բարձր։ Ազգային օդերևութաբանական ծառայությունը մինչև ուրբաթ շոգի մասին նախազգուշացում է հրապարակել ոչ առափնյա շրջանների համար։ Բարձր անապատի որոշ հատվածներում, մասնավորապես 5-շաբթի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 42 աստիճան Ցելսիուսի։ Բնակիչներին հորդորվում են հնարավորինս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի հագուստ, շատ ջուր խմել եւ մեքենայում երբեք չթողնել երեխաներին կամ ընտանի կենդանիներին։ Շաբաթվա վերջին կանխատեսվում է ջերմաստիճանի փոքրիչ նվազում, սակայն խոնավության բարձրացման պատճառով նաեւ հնարավոր են տեղային անձրևներ եւ ամպրոպներ։ Նյու Յորքում այսօր առավոտյան ժամը 8-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ արևելյան 42-րդ փողոցում երկրորդ եւ երրորդ պողոտաների միջև կառուցվող շենքից աղյուսներ են ընկնում։ Դեպքի վար ժամանած հրշեջները պարզել են, որ շենքի 21-րդ հարկում առաջացել են լուրջ կառուցվածքային խնդիրներ։ Նախնական տվյալներով 2 կրող սյուներ ծռվել են, իսկ նույն հարկում հայտնաբերվել են բազմաթիվ ճաքեր, ինչը մեծացրել է շենքի կայունության վերաբերյալ մտահոգությունները։ Իշխանությունների տվյալներով այս պահին տուժածներ չկան։ Շենքի բոլոր աշխատակիցները տարհանվել են եւ հաշվառված են։ Անվտանգության նկատառումներից ելնելով տարհանվել են նաև շրջակա մի շարք բարձրահարկ շենքեր, ինչպես նաև մոտակա դպրոցը, որտեղ գտնվել է շուրջ 400 աշակերտ։ Շենքը նախկինում եղել է 37 հարկանի գրասենյակային համալիր, որը վերակառուցվում է բնակելի շենքի։ Նախագծի շրջանակում կառուցվել է նաև հավելյալ 11 հարկ։ Քաղաքապետ Զորամ Մամդանիի խոսքով ինժեներները նախ պետք է շենքի ներսում տեղադրեն ժամանակավոր մետաղական հենասյուներ, որոնք կվերացնեն վնասված սյուների ծանրաբեռնվածությունը։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի շարունակել հետաքննությունն ու գնահատել շենքի իրական վիճակը։ Մամդանին բնակիչներին կոչ է արել չմոտենալ տարածքին, ընդգծելով, որ մարդկանց թույլ կտրվի վերադառնալ միայն այն ժամանակ, երբ մասնագետները լիովին համոզված լինեն, որ շենքն ու շրջակա տարածքը անվտանգ են։ Միաժամանակ քննություն է սկսվել պարզելու, արդյոք շինարարական աշխատանքների ընթացքում թույլ են տրվել խախտումներ կամ անվտանգության կանոնների շրջանցումներ։ Այսօր ինչ որտեղ նաև տարօրինակ դատական հայց է ներկայացվել։ Այստեղ պնդվում է, որ Թրամփի վարչակազմի ներգաղթային գերատեսչությունները իրանցի ապաստան հայցողների գաղթի տվյալները փոխանցել են Իրանի կառավարությանը, խախտելով դաշնային ներգաղթային կանոնները եւ վտանգի տակ դնելով բազմաթիվ իրանցիների կյանքը։ Հայցի համաձայն Միացյալ Նահանգների եւ Իրանի պաշտոնյաները համակարգված փորձել են նույնականացնել այսի կալանքի տակ գտնվող իրանցիներին եւ ճնշում գործադրել նրանց վրա Իրան վերադառնալու համար։ Սա համարվում է լուրջ շրջադարձ, հաշվի առնելով երկու երկրների տասնամյակներ շարունակ լարված հարաբերությունները եւ նաեւ ներկայիս ռազմական հակամարտությունը։ Ներքին անվտանգության նախարարությունը հերքել է մեղադրանքները, հայտարարելով, որ այսը չի փոխանցել ապաստանի դիմումների տվյալները Իրանի կառավարությանը։ Հայցում նշվում է, որ 2025 թվականից Միացյալ Նահանգների պաշտոնյաները Պակիստանի դեսպանատան միջնորդությամբ պարբերաբար հանդիպումներ են կազմակերպել իրանցի պաշտոնյաների հետ եւ ըստ հայցվորների փոխանցել են այսի կալանքի տակ գտնվող իրանցի ներգաղթյալների տվյալները։ Այդ տեղեկությունների թվում ըստ հայցի եղել են ապաստանի դիմումների մանրամասներ այն մարդկանց մասին, ովքեր պնդել են, որ հետապնդվում են քրիստոնեություն ընդունելու, սեռական կողմնորոշման կամ 2022 թվականի կիին կյանք ազատություն բողոքներին մասնակցելու պատճառով։ Հայցվորները պահանջում են դադարեցնել իրանցի ապաստան հայցողների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը Իրանի կառավարությանը եւ նշանակել անկախ վերահսկող ապագայում նման դեպքերը կանխելու համար։ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել թուրք-ամերիկյան հարաբերությունները, հայտարարելով, որ Էրդողանի հետ ունի առանձնատուկ եւ ամուր անձնական կապ։ Նրա խոսքով Թուրքիան Էրդողանի ղեկավարությամբ դարձել է ռազմական առումով հզոր երկիր եւ կարևոր դաշնակից։ Թրամփը հայտնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է քննարկել Թուրքիայի հետ առևտրի, պաշտպանության եւ ռազմական համագործակցության հարցերը, ինչպես նաեւ Իրանի թեման։ Անդրադառնալով Թուրքիայի հնարավոր վերադարձին F-35 կործանիչների ծրագրին, Թրամփն ասել է, որ այդ հարցը քննարկվում է եւ Միացյալ Նահանգները կարող է նման որոշում ընդունել։ Նրա խոսքով Թուրքիան շատ դեպքերում ավելի հավատարիմ դաշնակից է եղել, քան որոշ այլ երկրներ, եւ եթե պետությունը գնում է ամերիկյան ռազմական տեխնիկա, ապա Միացյալ Նահանգները պարտավոր է աջակցել նաեւ դրա սպասարկմանը եւ արդիականացմանը։ Թրամփը միաժամանակ կրկին քննադատել է ՆԱՏՕ-ին, հայտարարելով, որ հիասթափված է դաշինքից։ Նա նշել է, որ եթե գագաթնաժողովը Թուրքիայում չանցկացվեր եւ հյուրընկալող Էրդողանը չլիներ, հնարավոր է ինքը նույնիսկ չմասնակցեր հանդիպմանը։ Խոսելով Ուկրաինայի պատերազմի մասին, Թրամփը հայտնել է, որ կողմերն այժմ ավելի պատրաստ են համաձայնության հասնելուն եւ ինքը հույս ունի, որ պատերազմը հնարավոր կլինի ավարտել մոտ ապագայում։ Նախագահը նաև հայտարարել է, որ պատրաստվում է վերացնել Սիրիայի նկատմամբ գործող պատժամիջոցները, նշելով, որ նոր իշխանությունները իր գնահատմամբ
հաջող աշխատանք են կատարում եւ Վաշինգտոնը ցանկանում է զարգացնել հարաբերությունները պաշտոնական Դամասկոսի հետ։ Վերջում Թրամփը կրկին անդրադարձել է Գրենլանդիայի թեմային, չմոռանալով, որ պետք է ՆԱՏՕ-ի շրջանակում ասի այն, ինչը վաղուց է ասում։ Նշում է, որ Գրենլանդիան ռազմավարական նշանակություն ունի Միացյալ Նահանգների անվտանգության համար եւ իր կարծիքով պետք է գտնվի միայն ու միայն Միացյալ Նահանգների վերահսկողության ներքո։ Եվ վերջում տնտեսական երկու թեմա, Walmart ընկերությունը հայտարարել է, որ նվազեցնում է ամառային խորովածների, նույն ինքը բարբիկյուների համար նախատեսված մի շարք ապրանքների գները, այդ թվում տավարի աղացած մսի, գազավորված ըմպելիքների եւ չիփսերի։ Այս քայլը հաջորդել է նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, ըստ որի Walmart-ը վարչակազմի խնդրանքով զգալիորեն իջեցնում է գները Միացյալ Նահանգների 250-ամյակի կապակցությամբ։ Թրամփը գրել էր, որ 1 ֆունտ տավարի աղացած մսի գինը կնվազի գրեթե 15%-ով, սակայն Walmart-ը պարզաբանել է, որ 73% յուղայնությամբ 1 ֆունտ աղացած տավարի մսի գինը կնվազի $6.74-ից մինչև $5.94, ինչը կազմում է մոտ 12%։ Ընկերությունը նաև հայտնել է, որ իջեցրել է Coca-Cola, PepsiCo-ի գազավորված ըմպելիքների եւ չիփսերի գները։ Վերջին տարիներին տավարի մսի գները Միացյալ Նահանգներում կտրուկ աճել էին երկարատև երաշտի պատճառով, որը վնասել էր արոտավայրերը եւ բարձրացրել էր անասնակերի արժեքը։ Արդյունքում բազմաթիվ անասնապաններ ստիպված էին նաև կրճատել իրենց հոտերը։ Այս գնիչեցումները զգալի փոփոխություն են նախորդ տարվա իրավիճակի համեմատ, երբ Walmart-ը զգուշացնում էր, որ մաքսատուրքերի պատճառով ստիպված կլինի բարձրացնել որոշ ապրանքների գները, ինչի համար Թրամփը հրապարակայնորեն քննադատել էր ընկերությանը։ Ավելի վաղ նախագահը նաև աջակցել էր Արգենտինայից ավելի էժան տավարի մսի ներմուծմանը Միացյալ Նահանգներում գները նվազեցնելու նպատակով, ինչը դժգոհություն էր առաջացրել ամերիկացի անասնապահների շրջանում։ Նա նաև հանձնարարել էր արդարադատության նախարարությանը հետաքննել, արդյոք մսի վերամշակմամբ զբաղվող խոշոր ընկերությունները համաձայնեցված կերպով են բարձրացնում գները։ Տնտեսագետների գնահատմամբ Walmart-ը շարունակում է համարվել ամերիկացի սպառողների ֆինանսական վիճակի կարևոր ցուցիչ, քանի որ ընկերությունն ունի երկրի ամենամեծ հաճախորդային բազաներից մեկը։ Շվեյցարական UBS բանկի նոր զեկույցի համաձայն 2025 թվականի Միացյալ Նահանգներում ավելի քան 440,000 մարդ դարձել է միլիոնատեր։ Սա նշանակում է, որ երկրում օրական միջին 1200 նոր միլիոնատեր է ավելացել, ինչը համարվում է աշխարհում միլիոնատերների աճի գրեթե կեսը։ Զեկույցի համաձայն միլիոնատերերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ֆոնդային շուկայի աճով, որը զգալիորեն բարձրացրել է բաժնետոմսերի եւ այլ ֆինանսական ակտիվների արժեքը։ Սակայն UBS-ը նշում է, որ այս թվերը չեն նշանակում, թե բոլոր ամերիկացիներն են հարստացել։ 2020 թվականից ի վեր մեկ չափահասի հաշվով միջին կարողությունը Միացյալ Նահանգներում աճել է 10%-ով, մինչդեռ գնաճը հաշվի առնելուց հետո միջին ամերիկացու իրական կարողությունը ըստ մեդիան ցուցանիշի նվազել է գրեթե 20%-ով։ Սա ցույց է տալիս, որ ակտիվների արժեքի աճից հիմնականում շահում են արդեն իսկ զգալի ներդրումներ ունեցող մարդիկ, մինչդեռ բնակչության մեծ մասի ֆինանսական վիճակը նույն տեմպով չի բարելավում։ UBS-ի տվյալներով Միացյալ Նահանգներում այժմ ապրում է ավելի քան 23.6 միլիոն միլիոնատեր։ Եվ մինչև ձեզ տեսություն կասեմ, շնորհակալություն հայտնենք մեր գործընկերներին Vivaldi Catering-ին, Cosmo Palace ռեստորանին, Կոզանյան Meat and Liquor-ին եւ Gary's Mom's Bakery-ին։ Իդեպ, եթե ձեր առաջիկա միջոցառման կազմակերպումը վստահեք Vivaldi Catering-ին եւ պատվերի ժամանակ նշեք, որ նրանց մասին տեղեկացել եք մեզանից, Armedia-ից, ապա ձեզ սպասվում է հաճելի անակնկալ։ Այժմի համար այսքանը, երեկոյան թողարկման ընթացքում սպասեք Էմմա Շաբոյանին, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, ամենակարևորը առողջ եւ խաղաղ եղեք։ Ցտեսություն։